Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Այստեղ իրավական ինչ-որ բան կա, թե ամբողջությամբ քաղաքական ուղղություն ունի։ Դեք մենք ուղղակի տեսնում ենք, հա, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, որ այս իշխանությունները ամեն հաջորդ ընտրություններին ավելի սանձարձակ են ընտրական process-ները ճնշելու եւ ըստ էության ժողովրդավարական գործընթացը իրենց ցանկալի հունով շեղելու համար եւ այս անգամ արդեն չեն սպասել ընտրությունները լինեն, արդյունքները ամփոփվեն եւ արդեն իրենց ըստ սովորության համաձայն, օրինակ հաղթած ընդդիմադիր տեխնացուի դիմացը անհաղթարելի խոչընդոտներ ստեղծեն, օրինակ ազատազրկեն։ Այս անգամ չեն էլ սպասել, այս անգամ մտել են միանգամից, օրինակ Մարտուն Գրիգորյանի դեպքում իր ընտանիք, ըստ էության հորը եւ տղային ձերբակալել են մի բանի համար, որ անգամս տարածված լուրերի ակնհայտորեն անհիմն է, այսինքն մի բան, որ տեղի ունեցել ըստ գոնե խոսակցությունների։ Քարոզ Արշավից առաջ եւ ընդհանրապես նպատակ չկար, լավ, գործը հարուցել էին, թող քննեին, հա, ինչ որ լռելի էին։ Ընտրությունները կավարտվեին, ըստ էության կրկերը կհանդարտվեին, նոր կամփոփեին, թե ինչի են հասել։ Բայց նպատակը այլ է, չէ՞, նպատակը հենց այն է եղել, որպեսզի ընդհատեն բնականon աշխատանքը Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբի, առաջացնեն պլանների մեջ փոփոխություն, ըստ էության կանխեն հենց այդ օրը պլանավորված բազմամարդ հավաքը, եւ նաեւ ինչու՞ չէ, հենց Մարտուն Գրիգորյանին պահեն որոշակի փորձեն գոնե պահել, բնական է դա չի հաջողվել եւ չի հաջողվելու, բայց փորձեն պահել որոշակի ճնշման կամ այսպես ասած որոշակի ճնշման գործիքի ներքո, ընտրությունների արդյունքներից հետո փորձեն դա օգտագործել, որտեղ իր ընտանիքի անդամներն են ըստ էության հիմա գտնվում խնդիրների մեջ։ Բայց մենք երեք տեսանք, կարծում եմ, Մարտուն Գրիգորյանի վարքից եւ մնացած ընդդիմադիր տեխնացուների, որ դա ես գտնում եմ հակառակ էֆեկտն է տվել թե ընդդիմադիր շտաբերում, թե ընդդիմադիր տեխնացուների մոտ, թե գյումրեցիների։ Դա առաջացնելու է, ես կարծում եմ, հուշկու դիմադրություն հենց ընտրությունների օրը եւ այն գյումրեցիները, որը գուցե տատանվում էին, գուցե որոշակի առումով կարող է հավես չունենային, մի քիչ հուսահատ լինեին, ավելի նոր լիցքերով գնալու են եւ իրենց ձայնը տալու են ընդդիմադիր տեխնացուներին։ Այսինքն իրենք երևի նախընտրեցին, որ Վանաձորի սցենարը չկրկնվի, այսինքն post factum չգնան այդ ճնշումների ճանապարհով, այլ նախապես դրա դեմ առնեն, որ ընդդիմությունը երևի այդ հույս ունենալով, որ այս քայլերով ընդդիմությունը ավելի քիչ ձայն կհավաքի եւ իրենց ցարիկը կընտրվի, հա։ Իրենք ընթացքում իհարկե ունենալով հատուկ ծառայություններ ու նաև ունենալով շատ ֆինանսական ռեսուրսներ հարցումների համար ձեռք այսպես ասած պահում են պուլսին եւ հասկանալով որ որևէ բան չի փոխվում, այսինքն խայտառակ են իրենց շանսերը ունենալու մեծամասնություն, դրանք գրեթե բացառվում են։ Այո, էլ չսպասեցին ոչ մի բանի, փորձեցին հենց ընթացքից ընդհատել գործընթացները, եթե Վանաձորում գուցե հույսը ունեին, դեռ այսքան վատ չէր քաղաքացիական պայմանագրի վիճակը, այս ընտրությունների սկզբից եւ ընտրությունների ամփոփման փուլին իրենք հասկացան, որ ոչ մի էական առաջընթաց չունեն, չնայած ամեն ռեսուրս ու ջան գործադրել են, որ գոնե ինչ որ չափով իրենց համեմատ ավելի քիչ վարկաբեկված ինչ-որ մարդ ճարեն, անց ճարեն, բայց իրենց ոչ մի բան չի փրկել։ Ուստի նա 1 օր առաջ, 2 օր առաջ Քարոզ Արշավի ավարտից անցել են այդ բիրտ միջոցների եւ սա կարծում եմ նաեւ այդ կասկադային էֆեկտն է, այդ արտացոլանքն է Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովում տենց նյարդային պորտկումների եւ անհավասարակշիռ վարկագծի։ Այսինքն բնական է, եթե առաջի քաղաքական մարդը գործադրի ղեկավարը նմանատիպ վարկագիծ ու բառապաշար է դրսևորում, դա անգամ առանց ուղիղ հրամանի կարելի ասել հրաման է իրավապահ մարմիններին գործելու, խախտելու, փոխելու ըստ ԿՊ-ի եւ ԿՊ-ի ղեկավարի քիմքի եւ փորձելու ուղղակի ընտրությունների մասով ի սկզբանե հասնել որոշակի հաջողությունների։ Իդեպ մի բան էլ, պարոն Հակոբյան, սովորաբար հակակոռուպցիոն կոմիտեի ձեռքը որ ընկնում են մարդիկ, քաղաքական դեմքեր, ու գալիս ասում են այս դատան, այս մի տեսակ այս դատանը ոնց որ կառափնան լինի, եթե կար վերջ, միանգամից ուղարկում են գլխատման։ Այսինքն տանում են կալանքի։ Հիմա այս են զարմանալու եզակի դեպքերից է, որ նախաքննական մարմինը ոչ թե միանգամից կալանավորման միջնորդություն են ներկայացել, այլ վարչական վերահսկողության ավելի թեթև միջնորդություն է խափանման միջոցներ նախընտրել։ Սա ոնց կմեկնաբանեք, ինչ որ բան է փոխվել մոտեցումներում։ Ես չեմ կարծում,
Փաստաբաններից մեկն էլ, հա, 5 իրա պաշտպանների ներկայացուցիչներից Սերգեյը, եթե չեմ սխալվում, խոսում էր այսօր, մի քանի ժամ առաջ, եւ ինքը ասաց, որ տպավորությունն է, թե գրել են ի սկզբանե կալանքի միջնորդություն, հետո ինչ-որ բան է փոխվել եւ, այսինքն, առարկան փոխել են, բայց ձևակերպումներն ու տրամադրությունը մնացել է նույն միջնորդության։ Գուցե, գիտեք, այդ էմոցիոնալ մի քիչ աննորմալ այդ բաների վարկագծի արդյունքում ամեն դեպքում հասկացել են, որ ընտրությունների օրը ավականու անդամը եւ շտաբի ներկայացուցիչներին առաջի համարի ընտանիքի անդամներին կալանքի տանելը հայտարարությունների, չգիտեմ, որ աստիճանն է եւ գուցե պետք է գոնե ազատությունից չզրկել, հա, դե գոնե այդ խնդրանքով չմտնել եւ որոշում են փոխել այս իմաստով, բայց ես ինչի եմ նաեւ մտածել եմ գուցե հակառակ էֆեկտ կունենա։ Ինչի եմ մտածում, որ սա հենց այսպես էլ եղել է, որովհետեւ նույն Արսեն Բաբան այսօր խոսեց, որ եթե դուք երեկվա դրությամբ որոշել եք, որ անձին տանելու եք, այսինքն խնդրելու եք դատարանից, որպեսզի վարչական հսկողություն կիրառի, ինչ հիմքով եք անձին ազատությունից զրկասպանում մինչև հիմա։ Եթե դուք չեք խնդրելու դատարանին, որ ազատությունից զրկելը լինի ազատությունից զրկվի կալանքի միջոցով, ապա եւ ձերբակալել եք անձին հենց կալանքի տանելու համար, այդ հիմքով եք ձերբակալել տանել դատարանին, ապա որևէ իրավաչափ հիմնավորում չի կարող լինել այն նրա, որ այսօր այդ մարդիկ մեր կողքը կանգնած չեն, այլ գտնում են անազատության մեջ։ Այսինքն քաղաքական մոտիվ ամեն դեպքում կա, եթե ամեն դեպքում չէ, հենց քաղաքական մոտիվ կա, հենց հետապնդում կա, այդ սահմանափակումներով է իրականում, եթե ուշադիր եղեք, պարոն Բաբանը նշել է, թե ինչ են իրանք ցանկանում, նրանք ցանկանում են բոլոր այն գործիքները, այն սահմանափակումները դնել, որոնք ըստ էության կզրկեն քաղաքական գործընթացներին մասնակցելուց տվյալ անձանց։ Այսինքն առնվազն այն պլան մինիմումը այդ ա եղել, որ գործընթացներից հեռացնեն այս մարդկանց։ Այսինքն հույս ունեմ, որ թիմը։ Իդեպ սա ձեր գործընկերներն են մյուս փաստաբանները այս թեմայի շուրջ խոսեցին, սա ենթադրում է, որ այդ մարդիկ չեն կարողանալու նաև գնալ ընտրատեղամաս եւ քվեարկել, որովհետեւ կարծես թե դա էլ է դրա մեջ մտնում։ Դե դա արդեն ոնց որ քննչականի եւ դատախազության ֆանտազիայի գուցե բանին մնա, թե ինչ դեպքերում նրանք կգնան դատարան, քննչականի դեպքում կոնկրետ եւ խնդրեն, որ օրինակ խախտվել է թե չի խախտվել, հա։ Այսինքն գոնե այս պահին դրա որոշակիությունը չկա, բայց եթե այո, այդ նման ընդհանուր ձևակերպումները, որ օրինակ ոնց որ իրենք են ասում, հա, դատարանը բավարարի, ամեն ինչը կարող է նշանակել, այո, եւ ես գտնում եմ, որ հենց նպատակը մինիմում, զգալով երևի որ թարս հակառակ ռեակցիա է տալիս եւ կալանքի մեջ գտնվելը կարող է ել ավելի մարդկանց դրտի գնալ տեղամասեր եւ քվեարկել ընդդիմադիրների օգտին, գոնե որոշել են, որ տեսեք, ազատությունից չենք զրկում, զուտ քաղաքական գործընթացներից ենք հեռացնում։ Ինչ աստիճանի, ինչ ոնց, էդ էլ ոնց որ քո ռիսկի վրա են թողնում, էլի, այսինքն քո խնդիրն է։ Խախտես չես խախտի, եթե մենք մտածենք որ խախտել ես, կկիրառենք միջոցներ։